4 ամիս առաջ գրանցվեց մեր հասարակական կազմակերպությունը եւ հասարակական կազմակերպության առաջին գործը դա ինտերնետ շահումով խաղերի ոլորտի ուսումնասիրությունն էր։ Իմ աչքից չվրիպեց դեկտեմբեր ամսին այն թիվը, որ 2023 թվականին մենք ունեցել ենք 6.3 տրիլիոն դրամ շրջանառություն այդ ոլորտում, որը անբնական էր թվում։ Ու դրանից հետո ես փորձեցի ավելի խորը մտնել այդ ոլորտի մեջ, հասկանալու թե ինչ է կատարվում ընդհանրապես այդ ոլորտում։ Այս թեման ինքն իրանով ոչ թե միայն խաղային բիզնեսը, այլ ինքը դանդաղ, բայց համակարգած ու ահագնացող տեմպերով ոչնչացնում է մեր պետությունը ներսից։ Սա ասում եմ ես ամենայն պատասխանատվությամբ, թե ինչու կփորձեմ ասուլիսի շրջանակներում հիմնավորված փաստերով ու փաստարկներով ներկայացնեմ այս ամեն ինչը։ Ու այս ամեն ինչը ոչ թե քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որ շատ դեպքերում մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, նույնիսկ ունենում ենք մենք դժբախտաբար ինքնասպանության դեպքեր, սա պետության կողմից անտեսվածը չաթերթավոր եմ ես ասում, ու վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտը։ Հիմա ես փորձեմ կարճ ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ է ընդհանուր կատարվել այս 4 ամսվա ընթացքում, որից հետո կանդրադառնամ ձեր հարցերին։ 4 ամսվա ընթացքում ու աշխատանքները սկսվեց նրանից, որ փորձեցինք պետեկամուտների կոմիտեից, որը հանդիսանում է ոլորտի վերահսկող մարմինը, հասկանալու, թե ինչ թվերի շրջանառության մասին է խոսքը։ Պետեկամուտների կոմիտեից մենք ստացանք նամակներ 2024 թվականի շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով այս ամենը 2018 թվականից հետո, ինչի համար 2018 թվականից, որովհետև 2018-ին եղել է ամենացածր ցուցանիշը այս ոլորտում, ընդամենը 0.3 տրիլիոն դրամ, այսինքն 333 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտի աճը կազմել է 2037%, այսինքն այս տարիների ընթացքում, 7 տարվա ընթացքում, անհավանական թիվ է որպես խաղադրույք տրվել այդ ինտերնետ խաղումով շահերի մեջ ու անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին։ 26.5 տրիլիոն դրամ որպես խաղադրույք ընդունել են այդ ընկերությունները եւ 26 տրիլիոն դրամ խաղերի մասնակիցներին վճարել են շահում։ Սա 2018-ից 2024 թվականը ընկած ժամանակաշրջանն է։ Հասկանալու համար, թե այս թվերի մեծությունն ինչ է, մոտավորապես կարամ ասեմ, 2024 թվականին միջին թվաբանականով յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանի Հանրապետությունում մոտ 2 միլիոն դոլարի խաղադրույք է դրվել եւ մոտավորապես այդքան գումար վճարվել է։ Սա ասենք 24/7 ռեժիմով, հա, թվերի մեծությունը այս կարգի է։ Ու հետո փորձեցինք հասկանալ տենդենսը ինչի հետ կարող այս ամեն ինչը կապ ունենա, անկեղծ ասած ոչ մի տրամաբանություն չկար։ Տրամաբանություն չկա ինչի համար։ Համաշխարհային շուկայում այս ոլորտը նույնպես տարեցտարի ունենում է ինքը աճ։ Բայց համաշխարհային շուկայում յուրաքանչյուր տարի միջին այս տարիները նկատի ունեմ եղել է ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ ոնց նշեցի 2037% էր, համաշխարհային շուկայում այդ աճը կազմել է 10.4% յուրաքանչյուր տարի։ Ընդհանուր, եթե վերցնենք մոտ 77-78%-ի կարգի է այդ տրամաբանության մեջ, ասենք 77%-ով ամբողջ աշխարհում աճել այս ոլորտը, բայց մեր մոտ, ոնց նշեցի, 2037%-ով։ Այստեղ նաև շատ մտահոգիչ են թվերը, թե շահումների մասնակիցներին ինչ մեծության կարգի գումարներ է վճարվել։ Այսինքն այս ընկերությունները աշխատել են ընդամենը 1.8 ամենալավ դեպքում 1.8% եկամտաբերությամբ։ Սա ուղղակի ամենայն ազնվությամբ ոչ մի, չգիտեմ, բիզնեսից հասկացող մարդու տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, երբ որ ընկերությունը աշխատի նման ցածր
տոկոսայնությամբ, այն դեպքում, երբ որ օրենքը սահմանում է, որ իրանք ունեն հնարավորություն, ասենք, իրանք պետք է ամենաթիչը 90%-ը ստացված խաղադրույքների վճարեն, բայց առաջին հասցից թվում է, թե ամեն ինչը նորմալ է, մարդիկ ոչ թե վճարել են 90%-ը, այլ վճարել են 98.12%-ը, որը որ լուրջ կասկածների տեղիք է տալիս, թե ովքեր են այդ գումարները ստացողը եւ այլն եւ այլն։ Այստեղ կա մի շատ ուշագրավ հանգամանք եւս կապված թվերի հետ։ Տեսեք, տվյալ ընկերություններում, յուրաքանչյուր ընկերությունում ամեն տարի մենք վերլուծել ենք նաև, թե քանի աշխատող է տվյալ ընկերությունում աշխատել։ Ես հիմա ընկերությունների անուն չեմ տա, բայց շատ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Ասենք Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա լիցենզավորված 4 ընկերություն։ Շուկան ընդհանուր հասկանալու համար նրանցից մեկը ամենափոքրը, որը որ շուկայի մոտավորապես մինչև 5%-ն է ինքը շուկայի, դրանից ավել չէ, այն մնացած 95%-ը մոտավորապես բաժանվում են այդ 3-ի մեջ։ Երեքն էլ իրականացնում են նույն գործունեությունը, ինտերնետ շահումով խաղեր։ Մեկի մոտ կա 4500 աշխատող, գրանցված աշխատող, նույն ես տարեկան միջինն եմ ասում, մյուսի մոտ կա մոտ 2300 աշխատող, իսկ այն մյուսի մոտ կա ընդամենը 190 աշխատող։ Այստեղ բնականաբար այս բոլոր աշխատողների համար ընկերությունները վճարում են եկամտահարկ։ Բայց ամենակարևոր բանը, որ շատերի աչքից վրիպում է, թե ինչ շահութահարկ են վճարում այդ ընկերությունները։ Ասենք ինչ շահույթ են գեներացնում տվյալ մեծաքանակ աշխատակիցները այդ ընկերության համար։ Ես կարող եմ ասել, ըստ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից, այդ ընկերությունների վճարած հարկերը 22, 23 եւ 24 թվականների, ունենք հետեւյալ պատկերը, որ ընկերությունը, ով ունի 190 աշխատող, ինքը վճարում է 4 միլիարդ դրամ շահութահարկ տարվա վերջում, իսկ այն ընկերությունը, որը ունի 4500 աշխատող, վճարում է ընդամենը 2 միլիարդ 700 հազար, այսինքն 1.3 միլիարդով պակաս, չնայած նրան, որ 20 անգամ ավել աշխատողներ ինքը ունի, իսկ մյուս ընկերությունը, որն ունի 2200 աշխատող, վճարում է 2 միլիարդից պակաս հարկեր։ Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, արդյոք տվյալ աշխատանքները, որը որ իրականացնում են տվյալ ընկերություններում տվյալ աշխատակիցների միջոցով ծառայում են կոնկրետ այս ընկերությունների համար Հայաստանի Հանրապետությունում շահույթ գեներացնելու համար։ Երրորդ շատ կարևոր հանգամանքը, որ ես ուզում եմ դրան ուշադրություն դարձնեմ, դա տվյալ ընկերությունների կողմից անձնական տվյալների պաշտպանությունն է։ Գիտեք, վերջին ժամանակները սկսած 2019 թվականից, 20 թվականից, երբ որ COVID-ից հետո մենք ունեցանք մի այնպիսի իրականություն, որտեղ ինտերնետ կյանքը փոխվեց։ Մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրում են ինտերնետում եւ մարդկանց անձնական տվյալները շատ լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասով ես կասեմ հետևյալը, որ ես հանդիպում եմ ունեցել անձնական պաշտպանության տվյալների գործակալության տնօրենի հետ, ունեմ նաև նամակագրությունը նրա հետ, ու պարզվում է ինչ։ Մեր երկրում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով։ Իմ կողմից ներկայացրած 17 թե 18 հարցին արդյոք իրականացվել են ստուգումներ եւ այլն, չի եղել ընդհանրապես ոչ մի դրական պատասխան։ Ոչ մի ստուգում չի իրականացվել, ընկերությունները արել են այն, ինչ իրենք ուզում են։ Ու այստեղ նաեւ ես ավելորդ չեմ համարում նշել այն հանգամանքը, որ ընկերությունները հիմնականում երկուսը, որտեղ ես ուսումնասիրել եմ նրանց բոլորի գաղտնիության պայմանները, ինչի հիման վրա խաղացողները, ինչը հաստատելով խաղացողները մուտք են գործում հարթակ եւ սկսում են խաղալ,
կա օրենքի այնպիսի խախտումներ, որ թե գործակալությունը, թե դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այդ ամեն ինչը այդպես։ Անձնական տվյալների մասով, անձնական տվյալների պաշտպանության մասով նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում մարդկանցից, որ ուղղակի անհավանական է, ասենք մարդու անուն ազգանուն հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հանրային ծառայության համար ու ինչն է այս ամեն ինչի մեջ ամենատարօրինակ։ Բոլոր այդ ընկերությունները ունեն այդ պետական համակարգում ստուգելու եւ այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Այդ նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու ինչպես իրենք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենց իրավունք են վերապահում, որ ունեն իրավունք շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցեն իրենց կամ գործընկերներին, կամ իրենց կողմից վստահելի գործընկերներին։ Կամ մի ընկերություն, որը ցավոք սրտի ես զարմանում եմ, էլի ինչի համար կարա տենց բան լինի, արդյոք պետական մարմինները ընդհանրապես այս հարցով չեն զբաղվել, մեկը գրում է նույնիսկ այսպիսի բան, որ կարամ ես հիմա ցիտեմ, որ ինքը կարա տա տվյալները, անձնական տվյալները իր կողմից վստահելի գործընկերներին, որոնք էլ իրենց հերթին կարող են տալ այլ գործընկերների։ Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասով մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Անձնական տվյալների մասով ես կուզեմ անդրադառնամ նաև մի շարք հարցերի, որ ես փորձեցի մամուլից գտնել հրապարակումներ, որոնք եղել են նախկին տարիներին, ու ունենք մենք փորձագետներ, որ այդ փորձագետները բարձրաձայնել են Արթուր Պապյան 2022 թվականից մարդը բարձրաձայնել է այն հարցը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 միլիոն հայի անձնական տվյալների արտահոսք։ 2.4 միլիոն հայի։ Սրա մասով պետությունը ոչինչ չի արել, ընդհանրապես ոչինչ չի արել։ Նույնիսկ իրանք չեն մտածել այն ուղղությամբ, որ ինտերնետ շահումով խաղերը կարող են նաև իրանք թիրախավորվել ու կիբերհանցագործության շնորհիվ կիբերհանցագործները իրանք սերվերներից փորձեն այդ ամեն ինչը վերցնելու։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ անձնական տվյալների պաշտպանության մասին այս ոլորտի հետ կապված, որ իրենք չարաշահում են իրենց լիազորությունները պետական վերահսկողության բացակայության պատճառներով եւ հիմնավոր կասկածներ կան, որ իրանց կողմից իրանց մոտ ամենայն հավանականությամբ եղել են շատ մեծ քանակի տվյալների արտահոսք։ Տվյալների մասով, անձնական տվյալների մասով նույն փորձագետը վերջերս մոտ 1 ամիս առաջ տրված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնեց, որ ինտերնետում ազատ վաճառքի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներ, ազատ 100,000, 200,000, ասենք darknet-երից հնարավոր ասենք առնել 100-200,000 տվյալ ընդամենը 11,000 դրամով, որը որ իրապնդմամբ ինքը ձեռք է բերել այդ տվյալը։ Հիմա իմ հարցը առաջանում, որ երբ որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը այնպիսի մի մեծ ոլորտի, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն ահռելի քանակով մարդկանց տվյալների, ինչի համար մինչ օրս ուսումնասիրություն չի կատարվել։ Իմիջիայլոց ավելորդ չեմ համարում նաեւ նշեմ, որ մեր մոտ եղավ պայմանավորվածություն տվյալ գործակալության հետ իմ առաջարկով, որ ես ուզում եի հանդիպեի տվյալ 4 ընկերությունների ներկայացուցիչների հետ, այնտեղ նաեւ ես ցանկություն եի հայտնել, որ ներկա լինեն ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ եւ դատախազության ներկայացուցիչ, սկզբից հաստատվեց մեր հանդիպման օրը, ժամը, որից հետո ներողություն խնդրեցին ու ասացին, որ հանդիպում տեղի ունենալ չի կարող, հա։ Մենք այստեղ ունենք շատ լուրջ խնդիր, որտեղ այս ոլորտը բացի ֆինանսական մասից նաեւ այստեղ կա անձնական տվյալների պաշտպանությունը, որ ամեն դեպքում շատ խիստ կարևոր է։
նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության մասով ընկերություններից մեկը հայտնում է այն մասին, որ ինքը կարա քաղաքացիների, սկսած թե ինչքան ալիմենտ են իրանք վճարում, տվյալները վերցնի պետությունից ու ոստիկանությունից, թե մարդը ինչքան ԴՀԿ ունի, մի խոսքով ամեն ինչ։ Մեր քաղաքացիները իրանք չհասկանալով համաձայնվում են տվյալ գաղտնիության պայմաններին, որից հետո նրանց տալիս են լիարժեք տիրապետելու իրենց մասին ինֆորմացիան։ Բայց դա չի նշանակում ամենևին, որ քաղաքացիները պաշտպանված չեն։ Գիտեք, շատերն ասում են մարդը սեղմեց, մարդը համաձայնվեց, ժողովրդական լեզվով ասած իր ամուր իր գլուխ։ Բայց այդպես չէ, էլի յուրաքանչյուր մարդ ունի անձնական տվյալների պաշտպանության իրավունք։ Դա ես չեմ ասում, դա սահմանադրությունն է ասում Հայաստանի Հանրապետության եւ սա անձնական տվյալների պաշտպանությունը դա հիմնարար սկզբունք է, որ մարդը չի կարող ինքն իրանով ինքը որոշի, ասի ես հրաժարվում եմ իմ անձնական տվյալների պաշտպանությունից։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա քաղաքացիների մասով, իսկ հիմա իրավաբանները ավելի խորը կուսումնասիրեն այս ամեն ինչը, որովհետեւ ելնելով թե գործողություններից, թե նրանց գաղտնի այդ ընկերությունների գաղտնիության պայմաններից, այստեղ ես տեսնում եմ հիմնավոր կասկածներ, որ տվյալ ընկերությունների մեծ մասը չարաշահել են իրանց լիազորությունները, անձնական տվյալները պահպանվել են առանց երաշխիքների այնպիսի երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը ոչ բավարար մակարդակի է, ու քաղաքացիները իրավունք ունեն հիմնավոր կասկած ունենալու, որ այդ ամեն ինչը եղել է օրենքի խախտմամբ, ու այդ ամեն բանն էլ ենթադրում է, որ մարդիկ կարող են նաև ունենան հնարավորություն վնասի փոխհատուցում պահանջելու տվյալ ընկերություններից։ Ու սրա մասին ասում է նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 17-րդ հոդվածը, երբ որ իրավունքի սուբյեկտը գտնում է, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, ինքն ունի վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք։ Սա շատ լուրջ բան է, ու ես խնդրում եմ, եթե կան Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասնագետներ, շատ լուրջ խորը զբաղվեն այս հարցով, որտեղ սրան արդեն պետք չի մատների արանքով նայել։ Նույն մի բան էլ ավելացնեմ անձնական տվյալների մասով ու հետո անդրադառնանք այլ հարցերին։ Էլի այլ փորձագետներ նշել են, որ անհավանական քանակի անձնական տվյալների արտահոսք մենք ունեցել Հայաստանի Հանրապետությունից սկսած 44-օրյա պատերազմից, բայց ես չհանդիպեցի ոչ մի գործ կամ ոչ մի նյութ, որ պետությունը ընթացք տվել այս ամեն ինչին։ Պետությունը ուղղակի լուր հետևել է, ու երբ որ մենք ասում ենք անձնական տվյալներ, այս դեպքում մենք պետք է հասկանանք անձի կենսաչափական տվյալները, որն իր մեջ ներառում է անձնագիր, լուսանկար եւ այլն։ Նկես վերջերս բանկերի կողմից այդ վարկեր ես մի երկու նյութ կարդացի, որ մարդիկ տեղյակ չեն, որ իրանց անունով վարդ իրա տրամադրվել, իսկ միգուցե այդ տվյալները արտահոսել են այս ընկերություններից կամ այն մյուս ընկերություններից ու մարդիկ տեղյակ չեն իրանց անունով արել են։ Միգուցե մենք գործ ունենք նման բանի հետ։ Դրա համար պետության կողմից վերահսկողության տոտալ բացակայությունը բերում է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտպանված չեն անձնական տվյալների պաշտպանության մասով։ Դա փաստում է նաև միջազգային վարկանիշները, որ թե Թուրքիա, թե Ադրբեջան, թե Իրան, թե Վրաստան ավելի լավ դիրքերում են, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերվում է մյուս հարցին, դա հնարավոր կոռուպցիոն ռիսկերն են, որ հնարավոր է այս ոլորտում մենք առնչվենք։ Մամուլում շատ կան նյութեր, որ ապացուցում են ու փաստում են որոշ ընկերությունների ջերմ ընկերական հարաբերությունները ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների հետ։ Ու ես հակված եմ մտածելու, որ միգուցե այդ ընկերական հարաբերություններն են, որ թույլ են տալիս վերահսկողություն չունենալու այդ ոլորտում։ Որտեվ գիտեք,
երբ որ սովորական քաղաքացին խանութում փոքր կրպակ ունեցող ինչ-որ մի բան վաճառելու ժամանակ հանկարծ չտրամադրի 100 դրամանոց ապրանքին ՀԴՄ կտրոն, արդեն չտրամադրած հարկային մարմինները այնտեղ կանգնած կլինեն եւ կտուգանան այդ մարդուն։ Բայց այս ոլորտում այս տարիների ընթացքում չի եղել ոչ մի ստուգումներ ու մարդիկ իմ եղած նամակագրությունից պետական հիմնարկների հետ, չի եղել ոչ մի ստուգում, որ մարդիկ ասեն, որ մենք այս ոլորտում ստուգումներ ենք իրականացնել։ Ասեմ ավելին, պետական եկամուտների կոմիտեն ինքը հայտնում է, որ հարկային գաղտնիք է, ազգային անվտանգությունը հայտնում է պետական գաղտնիք է, կենտրոնական բանկը տեղյակ չի, թե այդ գումարները որտեղից են եկել, 26 տրիլիոն դրամ գումար մուտք է գործել 26.5 Հայաստանի Հանրապետություն, շրջանառվել է Հայաստանի Հանրապետությունում եւ 26 տրիլիոն դրամ վճարվել է քաղաքացիներին որպես շահում ու ոչ մի կառույց տեղյակ չի դրա մասին, որտեղից են եկել այդ գումարները, ումա վճարվել այդ գումարները, ինչի համար է վճարվել այդ գումարները, ոչ մի կառույց ընդհանրապես տեղյակ չի։ Եվ քանի որ ոլորտը ունի նաև շատ մեծ սոցիալական նշանակություն, մեր հասարակական կազմակերպությունը որոշում է կայացրել այս մասով, քանի որ դատախազությունը նաև ունի հնարավորություն տվյալ ընկերություններից ստանալու կամ տվյալ պետական կառույցներից ստանալու պարզաբանումներ, դիմել դատախազություն որոշակի հարցերի կոնկրետ պարզաբանումներ ստանալու համար։ Որտեղ նման մեծ գումարների ծագումը չիմանալը կամ անձնական տվյալների մասով այդքան շատ ռիսկերը, խաղերի մանիպուլյացիաները, երբ որ ես ինքս տեսել եմ, արձանագրել եմ, երբ որ նույն, ինչպես են ասում իրանց մոտ նույն ID-ն մեկ օրվա ընթացքում կարա մի քանի ջեքփոթ ինքը հաղթի։ Հատի հավանականության տեսության մեջ էլ չկա այդպիսի բան էլի, որ օնլայն կազինոյում մեկ ID-ն ունենա հնարավորություն, ասենք մեկ օրվա ընթացքում 3 ջեքփոթ 30 քանի միլիոն, ասենք մի դեպքում 20 քանի միլիոն դրամ ասենք հաղթելու։ Բայց այս ամեն ինչը նոնսենս է ու մենք դիմել ենք դատախազություն պահանջով այս հարցերին տալ պարզաբանումներ։ Արդյոք այս ամեն ինչը օրինական է թե ոչ։ Որտեղ մենք գործ ունենք, կապ չունի այսօր իշխանությունը ով է, ինչ է, այսօր իշխանությունը, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրն է, վաղը էլ իշխանություն կլինի, բայց մենք ապրում ենք մի պետությունում, որն ունի ապագա, ու ոչ մի կուսակցություն իրավունք չունի իր քաղաքականությամբ այնպես անի, որ պետության վարքը հասցնի այն աստիճանի, որ հետո դրանից հետո դժվար լինի պետության քաղաքացիներին ապրել։ Հələ եմ ասում, ռիսկերը շատ մեծ են ու ելնելով այդ ամեն ինչից մենք դիմել ենք, որ ստանանք կոնկրետ պարզաբանումներ հարցերի վերաբերյալ, ու այդ հարցերը վերաբերվում են թե ֆինանսական հոսքերին, թե կոռուպցիոն ռիսկերին, թե ծրագրային անվտանգությանն ու խաղային թափանցիկությանը, որտեղ այստեղ պարզ չի, թե նույն այդ ինտերնետ շահումով խաղերը լիցենզավորված են տվյալ խաղերը, թե չէ։ Արդյոք իրանց մեջ գումարների հետ վերադարձի տոկոսները պահպանված են, թե չէ, որտեղ վերջը պարտվում է այս խաղի մեջ սովորական քաղաքացին։ Միջին ու ցածր խաղը։ Մենք շատ ժամանակ օգտագործում ենք խաղամոլության դեմ պայքար հասկացողությունը, բայց հավատացած եղեք, որ իմ շփումը այս ընթացքում տարբեր մարդկանց հետ, ովքեր որ խաղում են այդ համակարգերում, բերել է հետևյալ եզրահանգման, որ մենք շատ դեպքերում չունենք խաղամոլության հետ խնդիր։ Մենք ունենք գումարը հետ բերելու մոլուցքով տարված քաղաքացիների հետ խնդիր։ Որտեվ մարդիկ պարտվել են տվյալ մարդկանց տարբեր տեսակի թե SMS-ների միջոցով, թե
էլեկտրոնային փոստի միջոցով շահագրգռում են մասնակցել ինչ-որ ջեքփոթի խաղարկություններին, մարդը գումարը դնում է պարտվում ու հետո իր մոտ այդ բեռը ավելի է շատանում։ Անձամբ ես կարող եմ ասել, քանի որ ես ինքս փորձեցի անել մի էքսպերիմենտ, ասենք ու չեմ տվել ես իմ անձնական տվյալները, իսեր Աստծո այդ ընկերությանը, որովհետև եթե դա է նշանակում ես հրաժարվեի իմ անձնական տվյալներից, Հայաստանի Հանրապետությունում բոլորս գիտենք, որ արգելված է ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Ես գրանցվում եմ այդ ընկերությունում, որից հետո ես գալիս է SMS-ներ, դուք վերիֆիկացրեք ձեր անձը ու կստանաք այսքան դրամ բոնուս։ Եթե արգելված է գովազդը, ինչի համար են մարդիկ գովազդ անում։ Ուր է պետական վերահսկողությունը։ Չկա։ Եվ եթե պետական վերահսկողություն չկա, այստեղ ժողովուրդը ինքը պետքա վերահսկողություն սահմանի, ու իմ կարծիքն է դա։ Խոսի, բարձրաձայնի ու ինքը քայլեր ձեռնարկի այդ ամեն ինչին, որ ուղղակի չդառնան թիրախ գումար աշխատելու միջոց այդ ընկերությունների համար։